Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է ծիծեռնակաբերդ ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան գործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերվել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը, համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նորազդակ է հաղորդում գործակցության խթանմանը բոլոր ոլորտներում։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարեւորությունը ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է եւ պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլիի հետ համատեղ ածուլիսի ժամանակ։ Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել եւ ամրապնդել գործընկերային հարաբերությունները ի շահ բարեկամ ժողովուրդների եւ ամբողջ տարածաշրջանի։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Քրիստեն Միխալի հանդիպումը։ Քրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Վարչապետը եւս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել գործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը եւ Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել։ Ապրիլի 29-ին Կատարի պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ Ալ-Մուսնադի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքյան վտանգային իրավիճակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց Արմավիրում եւ Արագածոտնում մարզպետի տեղակալներ են նշանակվել։ Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ Արմեն Գրիգորյանը Արագածոտնի մարզպետի տեղակալ։ Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 7.3 միլիարդ դոլարի 26 հատ կործանիչ վաճառելու շուրջ։ Պայմանագրի ստորագրմանը ներկա է եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն եւ Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգը։ Նաեւ առցանց ռեժիմի բարարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Առնվազն 22 մարդեզով էլ եւս 3 վնասվածքներ ստացել Չինաստանի հյուսիսարևելյան Լայոնինի նահանգի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ հրապարակման Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։